Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները պոլիտիկայի մեթերում, այս բան ես զրուցելու եմ հայրենիք կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանից, շնորհակալ եմ պարոն Հարությունյան մեր հավելն ընդունելու համար։ 2026 թվականը արդեն սկսել է, այսօր քաղաքական ուժերից մեկը հայտարարում է ընտրություններին մասնակցության իրենց ձևաչափի մասին, ընդհանրապես բոլորը հասկանում են, որ հունվարը կարևոր ամիս է, դասավորումների, պայմանավորվածությունների համար։ Այս իմաստով խնդրեմ դուք ինչպես եք սկսում տարին որպես հայրենիք կուսակցություն։ Առաջինը սկսում ենք բնականաբար կուսակցական աշխատանքներով, ընտրությունների ֆորմատի հետ կապված մասնակցության մասով, գիտեք ինչ, մենք ասել ենք, որ Վանեցյանը իր վերջին հարցազրույցում այդ խնդրին անդրադարձել է, որ դեմ չենք առնվազն մի քանի ֆորմատներ լինեն, ընդդիմադիր դաշինքներ լինեն, որ բայց մեր պատրաստակամությունը, այսպես ասեմ, մենք հայտնել ենք, հիմա մնացած ովքեր, որ մնացած ուժերը տեսնենք ինչ դիրքորոշումներ կհայտնեն, առանձին են պատկերացնում, մտածում են մենակ կարող են պայքարել, այս իշխանության դեմ, այսինքն գնալ շատ ձայն ստանալ։ Գիտեք ինչ, հանրապես մեր մոտ այդ միասնականություն իհարկե շատ կարևոր բան է, բայց այդ միասնականությունը չափ կա ու նպատակահարմարության հարց կա, այսինքն տվյալ իրավիճակում նպատակահարմար է, թե նպատակահարմար չի, ինձ որ եկեք առանց շանս չընկնենք, ժամանակի ընթացքում ամեն ինչ բարձ կլինի։ Ամեն դեպքում Խոսի առաջիկայում Արտուր Վանեցյանին։ Մենք ինքնուրույն պատրաստում են գնալ ընտրություններին, այսինքն մեր այսօրվա գործողությունները միտված են դրան։ Միևնույն ժամանակ պատրաստակամ ենք իհարկե քննարկելու դաշինքով գնալու տարբերակ։ Դրա մասին առաջիկայում Վանեցյանն ինքը կխոսի, թե դեռ պետք է սպասել։ Այսինքն թե ամեն բան մեծամասամբ կուլիսային է լինելու, վերջում, ասենք մարտ-ապրիլին հանրությանը կմատուցի, որ այսպիսի որոշում կայացվի։ Հայրենիք կուսակցության դիրքորոշումը այդ միավորման դաշինքների մասով Վանեցյանը արդեն հայտնել է, կտեսնենք մյուս քաղաքական ուժերը ինչպիսի դիրքորոշումներ ունեն։ Շատ լավ, չենք կարող չխոսել Խաչիկ Գալստյանի ապօրինի կալանավորման մասին։ Իշխանությունները ընտրություններից հետո, վաղարշաբաթի ընտրություններից հետո փաստորեն առաջին թիրախ դարձրեցին հենց հայրենիք կուսակցության ներկայացուցիչին։ Ինչ չնայած բնական է, որ հիմնավորումները իրենց հիմնականում պիտի օթից վերցրած լինեն, բայց ինչ հիմնավորումներ են բերում, ճակերտների մեջ հիմնավորումներ, ինչու են կալանավորել այդ մարդուն եւ իմ համար абսուրդային է, եթե անգամ իրական է այդ պատմությունը, այսինքն абսուրդային է, որ 4 մարդ սպանած մարդուն կալանքից ազատ են արձակում, իբրև թե անմեղ սունակ է, եւ տարբեր սպանությունների հետ կապ ունեցող մարդկանց քրեական հեղինակությունների ազատ են արձակում, հետո այդ մարդիկ գնում ուրիշ մարդկանց են սպանում, ես վերջերս դուք դեպքեր լսակ վստահաբար։ Բայց նման գործերով, եթե անգամ իրական է, ինչին ես չեմ հավատում, մարդկանց միանգամից ստանում են կալանքի։ Ինչով էր խանգարում Խաչիկ Գալստյանը։ Չէ, բուն հարցին անդրադառնալ, ուզում եմ մի փոքր պատմական ակնարկ անենք, քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Տեսեք 18 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը գալիս էր իշխանության, ինչպիսի խոստումներ էր տալիս ժողովրդին։ Չէ, ասում էր գալու եմ նախկին թալանչիներին դատելու ենք, այդ փողերը հետ են վերադարձնելու, պատժելու ենք, օլիգարխիան վերացնելու ենք։ Չէ, այդ խոստումով, այսինքն անարդարությունը վերացնելու ենք երկրից, արդարություն ենք հաստատելու, ինչպիսի խոստումներով եկավ։ Սա ֆիքսենք։
Հիմա ունենք ինչ իրավիճակ, ովքեր են նստած ուրեմն բանտերում, սրբազաններ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, այսինքն մարդիկ, ովքեր նստած են բացառապես քաղաքական կարծիք ունենալու, արտահայտելու, վճռական լինելու համար։ Ոչ թե պատերի տակ, այլ իրենց գործողություններով, իրենց ապրածով, ոնց որ ասում են։ Այսինքն ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանը, չէ, ովքեր պետք է նստեն։ Տեսնում եք մի հատ վարչապետ նախկին, նախարար, ով է նստած, որ օլիգարխն է նստած, ունե զրկված, պատժված, ոչ մեկ։ Պատժվեց, ներողություն, ես ձեզ հետ համաձայն չեմ, վերջերս նախկին եւ ներկա օլիգարխներից մեկը պատժվեց։ Սամվել Ալեքսանյանը կառավարության կողմից պատժվեց եւ իրեն արգելեցին $70 միլիոն մաքսատուրք վճարել։ Դե միակ դեպք չի, էլի են եղել ուրեմն նմանատիպ։ Հիմա վատ է պատժում են մարդկանց, ասում են ձեր կեղտոտ փողերը մեզ պետք չեն, խնդրում եմ, ընդ որում բան։ Այսինքն էսա չէ վիճակը։ Մենք դες հիմա այս սպասումները, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի կարողացել արդարացնել հանրության մոտ, ինչ պետք է անի, պետք է բռնի, փակի, ճնշի այն կուսակցությունների ներկայացուցիչներին, ովքեր ակտիվ են, այն անհատներին, այն լրագրողներին, ովքեր քննադատում են այս իշխանությանը, պայքարում են այս իշխանության դեմ։ Այդ կոնտեքստում պետք է նայել Խաչիկ Գալստյանի մեր Էջմիածնի կառույցի պատասխանատուի Արամ Քոչյանին ուրեմն ազատությունից զրկելու process-ը։ Թե չէ գիտեք ինչ այդ գործը այնքան ջուր է ոնց որ ընդունված է հասարակության մեջ ասել, որ Խաչիկ Գալստյանի ներկայացված մեղադրանքով կարան ցանկացած կուսակցության, ցանկացած կուսակցական ֆունկցիոների ուղղակի տանեն փակեն։ Կամ Արամ Քոչյանի մասով կարամ ասեմ ցանկացած քաղաքացու կարան տանեն փակեն։ Գիշակ չէ ժամանակին ուրեմն պատերազմից անմիջապես հետո այդ բունկերում Նիկոլի բաղկված ժամանակները համացանցում մի fake էջով տեսանյութ էր տարածվում, որտեղ ուրեմն ասում էր, որ այդ տեսանյութի մեջ ինչ որ մարդիկ են խոսում, հետո ձայնը կտրվում է, հետո ասում են իրար հետ խոսել եմ, հետո ասում են, չգիտեմ, պատվիրել են Վանեցյան, բանի Նիկոլ Փաշինյանի սպանությունը։ Վանեցյանին չէ տարան փակեցին այդ գործով մի քանի օր, տարբեր քաղաքական գործիչների տարան փակեցին, այդ ալիքը անցավ, չէ։ Հետո քանի որ ջուր էր fake-ի հրապարակած ինչ որ բան ձայնագրություն էր, այդ ձայնագրության մեջ ընդ որում մի ինչ որ հատված բացարձակ ոչ մի բան չէ լսում, հիմա յուրաքանչյուրը կարող է ինտերնետում փնտրի գտնի, որպեսզի համոզվի ասածներումս։ Հետո որ process-ը գնաց ասին դե լավ, չէր լսվում, կեղծված էր, չգիտեմ, գոյություն չունեցող ինչ որ բան էր, ու տենց անցավ գնաց։ Հիմա ընտրություններ ա սպասում 6 ամիս հետո բնականաբար պետք է ամեն ինչ անեն ճնշելու քաղաքական ուժերին, բայց սա ողբերգություն է, երբ որ պրոֆեսոր դասախոս մարդը Խաչիկ Գալստյանը այսօր փոխանակ կրթեր այն ուսանողներին, որ մեր երկրի ապագան կերտեն, գնացել նստել է ուրեմն բանտում իր որդուց, իր ընտանիքից ուրեմն զրկված նույնը կարող եմ ասել մեր Արամի Մասով Քոչարյան, էլի Էռնեկյան դպրոցի փոխտնօրեն, եկեղեցու պաշտպան, գնացել նստել է ուրեմն բանտում զրկվել ազատությունից։ Սա է Նիկոլ Փաշինյանի խոստացած ու իրականացրած ծրագրերը։ Հիմա տեսեք, ես տեսնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը առատորեն, այսպես հնարավորություններ է տալիս քարոզչական դաշտում իրեն լրջագույն հարվածներ հասցնելու, բայց ընդդիմադիր դաշտը չի օգտվում դրանից։ Մասնավորապես, լրագրողական համայնքը անդադ դա հիշեցնում է, օգտվում է, նույն Կճոյանի դեպքը իր ծիրույներով, չգիտեմ, զենքերով Փաշինյանի գրածներն եմ ես մեջ բերում։ Նույն Սամվել Ալեքսանյանի մասին իր բոլոր հրապարակումները մարդասպանության պատվերից մինչև Թալան, ժողովրդին կեղեքել, ժողովրդին կեղեքել, բան։ Հիմա այսինքն 1 ամսվա մեջ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններին գրեթե ավելի քան $70 միլիոն մաքսային պարտականություններից ազատում են, հա, մաքսատուրքերից ազատում են այդ մարդկանց։ Ես չգիտեմ ինչ կլիներ, եթե նախկինների ժամանակ որևէ մի կառավարություն
միանգամից օրինակ կամ մեկ ամսվա մեջ որոշեր Սամվել Ալեքսանյանին $70 միլիոն նվիրաբերեր, այսինքն թույլ չտար, որ ինքը հնարավորություն տար, որ ինքը մաքսատուրքեր չվճարի։ Ինչու չեք օգտվում որպես ընդդիմություն դրանից։ Ինչու ելույթներ չեն ընչում, ինչու խոսքն ազգային ժողովի մասին էլ չեմ ուզում ձեզ հարցնել, դուք կապ չունեք խորհրդարանական ընդդիմության հետ, բայց ամեն դեպքում դուք որպես արտախորհրդարանական ընդդիմություն, չգիտեմ, ես պես պատկերացնում ուղղակի Փաշինյանը քանի հատ ակցիա արած կլիներ, այդ թեման ինչքան պատտացած կլինեին մեդիա դաշտում ու ժողովուրդը, չգիտեմ, ամեն մեկը կիմանար դրա մասին։ Տեսեք, այնպես չի որ ժողովուրդը չգիտի, իհարկե հասարակության մի հատված բնականաբար չի կարող ամեն ինչ իմանալ, բայց այդ ձեր նշած խնդիրը լայն տարածում ունի։ Հիմա նայեք, ինչ իրավիճակ ունենք։ Հիմա ասում ենք Սամվել Ալեքսանյանին, ով ամենախոշոր ներմուծողն է, չէ, ցանց ունի Երևան City-ների, իր բիզնեսը աճում է։ Շարունակում է աճել, ինչի հաշվին փոքր ու միջին բիզնեսի, այսինքն այդ փոքր խանութներն են փակվում, անհավասար մրցակցային պայմաններ են երկրում։ Մենք ունենք բազմաթիվ տնտեսվարողներ։ Իրենք անընդհատ այդ խնդրին առնչվում են, չէ՞։ Մուծում են տասնյակ տեսակի հարկատեսակներ։ Տարին երբ որ ամփոփվում է, իրենք հաշվում են մի տարվա ընթացքում իրանց եկամուտը աճել է, թե նվազել, լավ են ապրել, թե ավելի վատ են ապրել։ Իմ պարզ շփումները մարդկանց հետ, տնտեսվարողները, կարամ ասել, երևի առանց բացառության ում է շփվել են, բոլորը հարկային մարմիններից դժգոհել են։ Անընդհատ հարկային տերորի այն հին ու բարի ժամանակների մասին են արդեն սկսում հիշել, ասում են հարկային էս ինչ անում, եթե այն ժամանակ մի քանի 100,000 դրամով են տուգանում, հիմա մի քանի միլիոն կամ մի քանի տասնյակ միլիոնով են տուգանում։ Հետևությունները բնականաբար իրանք տանեն, այսինքն մենք ինչ գնանք ասենք, գիտես ինչ, դու հարգելի տնտեսվարող, Դուք քաղաքական գործիչներ եք, դուք պետք է խոսեք խոսում դրա ենք, մասին։ անդրադառնում ենք, բայց գիտեք ինչ, մարդկանց մեջ պետքա այդ բանը լինի, հասկանա, չէ՞ մտածեն։ Հիմա մտածում են, եթե ձեռնտու է այդ պայմաններում շարունակել աշխատել, պետքա գնան ընտրեն այս իշխանությանը։ Եթե գոհ են։ Եթե չէ, պետքա գան ընտրեն մեզ։ Մենք ասում ենք, որ այս հարկային քաղաքականությունը դա ուղղակի թալան է։ Պետքա հարկային քաղաքականությունը արմատապես փոխվի։ Մենք ընդհանրապես կողմնակից ենք այն մոտեցմանը, երբ որ մի հարկային օրենք դուրս է գալիս, չէ՞, 5 տարի հետո պետքա մտնի ուժի մեջ։ Որպեսզի բիզնեսը իմանա, որ այս օրենքը որ դուրս եկավ, պետքա մի քանի տարի պատրաստի, Ադապտացվի ինքը։ որ այդ օրենքին համապատասխան գործի։ Ես գիտեք, բառացիորեն մի 2-3 օր առաջ ընկերոջս հետ էի զրուցում, ով խանութ ունի, մենակ 8 բան հարկատեսակ հաշվեցին, որ մենակ թիմ համայնքներին են տալիս, չգիտեմ, այդ նույն սիգարետի վաճառելու համար, Խմիչք ալկոհոլ վաճառելու վաճառելու համար, ցուցանակի համար, անվան համար, այսինքն գիտեք ինչ, հարկային մարմինները դրել քերթում են այսօր տնտեսվարողին, մարդիկ մտածում են փողը ոնց վերցնեն, մի կերպ անեն, երկրից փողը գնան, այդ Սամվել Ալեքսանյանի եւ մյուս խոշոր տնտեսվարողների, օլիգարխների, բիզնեսմենների ցանցերը շարունակում են կլանել ամբողջ փոքր ու միջին առևտուրը։ Եթե այդ տնտեսվարողներին կրկնում եմ, այդ ամեն ինչը ձեռնտու է, գնացեք ընտրեք Նիկոլ Փաշինյանին։ Եթե ոչ, եկեք ընտրեք մեզ, մենք կփոխենք, որովհետև այստեղ կա լուրջ խնդիր տնտեսական մրցակցության, արդարության մասով։ Հիմա Փաշինյանն ասում է թոշակառուներին Ոնց որ 20,000 դրամ ավել տան։ համապատասխան հանձնաժողով տնտեսական մրցակցության, որի պետքա, որը ոչ թե պետքա լինի ինչ-որ մի փոքրիկ կառույց, մեր նման մոնոպոլ տնտեսություն ունեցող երկրում, այլ պետքա լինի լուրջ կառույց, լուրջ գործիքներով ու լուրջ հաշվետվողականությամբ։ Այսինքն իր ողջ գործիքակազմը կիրառի հավասար մրցակցային պայմաններ ապահովելու համար։ Հակառակ դեպքում, որ օլիգարխը կա ինքը ավելի է ուժեղանալու, հարստանալու, փոքրն է փակվելու է, թողի գնա։ Շատ լավ, Փաշինյանն ասում է թոշակառուներին 20,000 դրամ ավելացնենք, որ ինչ անեն, ասում եմ, եկեք տանելու են ջեռուցման գումարտան։ Իսկ գիտեք Դուք ինչի ասում, գիտեմ համայնքային նաև հանդիպում եք մարդկանց հետ քննարկում եք, թոշակառուները գոհ են իրենց վիճակից, ասենք իրենք էլ չեն ուզում այդ 20,000 ավել ստանալ կամ արդյոք մարդիկ
կարող են օրինակ ինչ դժգոհում է Փաշինյանը իրենց պատուհանները փոխել եւ չեն փոխում, որպեսի կոմունալները շատ տան։ Սա շատ կներեք, բայց ծաղր չէ թոշակառուների նկատմամբ։ Մարդիկ, որոնք աշխատել են տասնամյակներով, հարկեր են մուծել, որոշ մասը նաեւ ֆոնդեր են հա մուծել, որ այսօր պետությունը իրենց արժանապատիվ ծերության աջակցություն տա։ Բայց փաստորեն պետությունն ասում է դե որ 20000 տանք ինչ եք անելու, տանելու եք ավելի ծախսեք։ Այդ նմանային բան է, որ ասում է գնում ես տուն ինչ անես, մի բան կկորի գցեն վրա։ Հիմա թոշակ տանք ինչ անես, կոմունալ ես վճարելու, հենա մենք արդեն գլխից կվերցնենք։ Լավ, գիտեք ինչ, այն ինչ որ դուք ասում եք շատ པարզ իրողություն է, չէ՞, այսինքն ինչ է նշանակում, եթե մարդը ստանում է 40-50 հազար դրամ թոշակ, 20 հազար դրամը, չէ, արդեն քանի տոկոս է անում այդ իր ստացած թոշակի, որ ավելացվի, ասում է ինչ է անում։ Բայց գիտեք ինչ է Նիկոլ Փաշինյանը այդպես ասում։ Ես կարամ փաստով ասեմ, կան սոցիոլոգիական հարցումներ, ընդ որում փակ, որ այս իշխանության ամենաշատ ձայն տվող տարիքային խումբը Հենց թոշակառու։ հենց թոշակառուներն են։ Հենց թոշակառուներն են։ Համեկը տելևիզորը միացնում են, հանրային հեռուստաընկերությունը։ Շվեյցարյան տեսնում են, ասում են դեռ կյանքը լավ է, հիմա մարդիկ գիտեք ինչ այդ ավակ տարիքի սերունդը այդքան չէ ինտերնետից չի օգտվում։ Ինտերնետի չի օգտվում, հոտ տեսնում է, որ իր չի գալ, չէ, պատճառներ եմ ասում։ դրամապանակը դատարկ է։ Պատճառներն եմ ասում, մեր բարեբախտաբար մեր մոտ էլ այդ ավանդույթը պահպանվել է, չէ, երեխաները ծնողների հոգսերը հոգում են, ու իրենք այդքան չեն առնչվում, ինֆորմացիան բնականա չեն տիրապետում, բնական հարգելի պատճառներով։ Ու դրա համար է Նիկոլ Փաշինյանն ուրեմն նման հայտարարություններ է անում։ Տեսեք, մենք իրականում մի հատ պարզ, շատ պարզ, բայց քարոզչական ծուղակում ենք, որը հետևողական այս իշխանությունը տանում է առաջ։ Դեմոնիզացրել են նախկիններին, ասում են մենք ենք ու նախկինները։ Վերջ, էլ ուրիշ չկա։ Ու ամեն ինչ ասում, այ մենք չլինենք, նախկինները կգան։ Մեր ժամանակը սենց է, այ նախկիները Դուք լուծում ունեք այս իրավիճակում։ Իհարկե լուծումը Ո՞րն է լուծումը։ Տեսեք, լուծումը մարդկանց այդ པարզ աշխատանքն է։ Հենց հիմա մենք այդ աշխատանքը անում ենք։ Ես արդեն նշեցի մեր կուսակցության առաջարկը հարկային քաղաքականության մասը, որ նշեցի թամեն մի քանի կետ։ Եթե կրկնում եմ, ուզում եք տնտեսվարողներ փոփոխություն, եկեք, վստահեք։ Եթե մտածում եք, ասում եք, գիտեք ինչ, բա երաշխիքը ո՞րն է, հենա Նիկոլն էլ էր խոստանում եկավ խաբես, դե ուրեմն խաբված պետք է ապրենք։ Վախի մթնոլորտ կա երկրում ու մարդիկ ուղղակի մտածում են, ասում են տեսել ենք, խաբվել ենք, մի հատ էլ չխաբվենք, ասում ես իսկ հիմա խաբված չես, ասում են իհարկե խաբված ենք, որ խաբված ես։ Դե կարող եք դուք էլ խաբեք, մենք էլ կխաբենք, դու հիմա սրան փոխի, որ մենք տեսնենք դու այդ խաբելը կուլ չտվեցիր, փոխեցիր, մենք էլ գանք, եթե մենք էլ ուզենանք խաբենք, մեզ էլ կփոխես, այ հաջորդ արդեն կվախենա խաբել։ Այս པարզ բանաձևը, այս շատ པարզ բանաձևը մարդիկ հրաժարվում են ընդունել։ Խաբելու խափողի ձեռքը բռնողը պիտի լինեն քաղաքական ուժերը։ Տեսեք, քաղաքական ուժերը ամեն մեկը իր կարողությունների չափով այդ աշխատանքը անում է։ Այդ ճնշումների, դժվարությունների, ռեպրեսիաների միջով որ անցնում ենք ընդդիմադիր քաղաքական ուժերը, դա գիտեք ինչ, չի կարելի նսեմացնել։ Այն աշխատանքը, այն դժվարություններ, որ մենք ենք կրում այդ ուժերի ներկայացուցիչներս։ Ուղղակի չի կարելի։ Իսկ մեզ թվում է, գիտեք ինչ, պետքա մի ուրիշը մեր համար գանի։ Մենք ինչ ենք անում, մենք մեր առաջարկն ենք ներկայացնում հանրությանը։ Հանրությունը կընդունի այդ առաջարկը, միասին կփոխենք։ Ինչ չափով կընդունի, այդ չափով էլ կփոխենք։ Ես չեմ ասում, գիտեք ինչ, որ քաղաքական ուժերի քննադատել ընդդիմադիր, լիքը քննադատել դեպքը, ես էլ ձեր եթերներում
ամեն անգամ էլ կարող ասեմ քննադատել եմ տարբեր մեր խնդիրներ, բացթողումներ, սխալներ։ Բայց հիմա մոտենում են ընտրություններ ու ժամանակն է ամեն մեկին, ամեն մի քաղաքացու հասցնել մի բարձ ճշմարտություն, որը նշել։ Գուցե դուք կարողանաք որպես ուժ դիրքավորվել այնպես, որ ժողովուրդը անգամ նախքին ներկա այս գեներացվող խոսակցության մեջ ձեզ համարի ոչ նախքին, ոչ ներկա, բայց չեք կարողանում չէ դա անել։ Ի վերջո այդ խոսակցությունը կա արդեն։ Այսինքն դժվար է ասել ժողովուրդ ջան, մի տեսեք քարոզչական բանը աշխատանքի իր արդյունքը տվել է։ Հա, բայց ակնհայտ է նաև կա այդ խոսույթի էական նվազում, այդ նախկին ներկա այդ խոսույթի թեզը որ կա, ժամանակին ամբողջը դրա վրա են կառուցված, հիմա էական նվազել է։ Մարդիկ հասկանում որ դա ընդհանրապես պատճառ է այս իշխանությունների համար չանելու սեփական խոստումները։ Իսկ ինչ ամ իշխանությունը, դեսպրից է։ Ինքը տեսնում է որ հասարակական շեշտակի նվազել է շատ ցածր է իրենց մոտ 20%-ի շրջակայքում։ Ինչ անում, ասում եկեք ուժով ճնշենք, մեկին խփենք որ 10 տեսնի վախենա։ Շատ բարձ քաղաքական տրյուկ է անում։ Էլ չեմ խոսում արտաքին քաղաքական։ Տեսեք հիմա այդ նախկինի բանը դուրս եկել, չէ, անցել են բան։ Արտաքին քաղաքական դաշտում են խաղում։ Ռուսամետ, հակառուս, իրանք հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները չեն չեղարկել, ասում են մենք պահում ենք հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները։ ՀԱՊԿ-ին ինչ ասացին, մնացել են ՀԱՊԿ-ում։ Եվրասիական միության հետ շարունակում են բնականաբար միության մեջ մնալ, մեր շուկան այնտեղ է, մեր ապրանքները վաճառել։ Վերցնում են առանձին մի բան, հիմա նայում ասենք բան, այդ Սալավյովը։ Դա Սալավյովի մասին չեկա, բանդիմադիները Սալավյով, ինձ էլ հետաքրքրեց ինչ ասել Սալավյովը, ես չէի նայել անկեղծ ասած։ Դա ինչ ասել Սալավյովը։ Հիմա դուք հակադարձեք Սալավյովին, հետո վերադրեք թե օրինակ ընդդիմադիր Իրենք հակադարձեցին, լեսպանը կանչվել էր արտգործնախարարություն։ Չէ, Եվ մինչև բողոքի նոտ դեսպանի է կանչել է ամբողջ իշխանական քարոզչա մեքենա, Սալավյովը մի ինչ որ չասեմ հիմար բան էր ասում։ Սալավյովը ուղղակի նվեր արեց այս իշխանություններին քարոզչական առումով, որ ես չեմ կարծում դա էմոցիոնալ էր, մարդիկ լավ հասկանում են ինչ են խոսում։ Եվ այո, անկեղծ լինենք, որ այդ խոսակցությունը դաշտ բերեց հենց իշխանությունը, որտեվ ես ինչքան նայեցի ընդդիմադիր գործիչները Սալավյովի խոսքին ավելի այսպես ուշ են հետևում, քան իշխանությունները անկեղծ այդ բանը։ Հիմա նայեք, անկեղծ էր մտածված էր, անընդունել էր մեր համար։ Դատապարտելի էր։ Բայց գիտեք ինչ, վերցնել Սալավյովը ճանաչված հաղորդավար է, չգիտեմ, մեկնաբան է, չեմ նվաստացնում նրա դերը։ Բայց եթե այս էնտուզիազմը ոնց որ այս իշխանությունը բաներ անում, պայքարում էր Սալավյովի դեմ, Սալավյովի ասածների, այդ դրա կեսը եթե պայքարեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, ընդ որում այն մեղադրանքների են վիրավորանքների, որ հնչեցնում են Հայաստանի Նիկոլի հասցեին, Ադրբեջանից մասնավորապես, նաև Թուրքիայից, ես կարծում եմ մենք շատ ավելի լավ վիճակում կլինենք արտաքին քաղաքական, քան այսօր ունենք։ Հիմա տեսեք, կան տեղեկություններ, որ իշխանությունները լավ հասկանալով որ իրենց վարկանիշը ցածր է, իրենք պիտի խնդիր դնեն իրենց առաջ ցածր մասնակցություն ապահովել, որպեսզի ցածր մասնակցության պարագայում իրենց ունեցած տոկոսներն ավելանան քվեարկության արդյունքում արդեն։ Եվ ըստ որոշ տեղեկությունների իշխանությունները այս պահին կարողացել են ապաթիայով, չգիտեմ, մոլորեցնելով այս պայդրությամբ ստանալ պատկեր, որ ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցի 35-40% քաղաքացիների, սա ցածր մասնակցություն է, եւ այդ պարագայում իրենք կունենան մոտ 50% ձայներ։ Նման սցենարի չիրագործման դեմ ինչ եք անում, ոնց պետք է վարվեն ընդդիմադիր ուժերը, որպեսզի քաղաքացիներ գնան ընտրությունների։ Նախ առաջինը, երբ որ ասում ենք կան տեղեկություններ, իշխանությունները անում է, ես նաև տեսնում եմ դաշտում որոշակի բոլոր ուժերը թող միասնական մեկ ցուցակով գնան կամ ավելի վատ
ընտրություններով այս երկրում բան չի փոխվի, արդեն ամեն բան անում, այդ թեզերը ամեն բան անում են, որպեսզի հասարակության մեջ վատատեսական տրամադրություն է լինել, որ այս երկրում կարա բան փոխվի կամ ընտրությունները արժեք չունեն։ Չէ, ընտրությունները արժեք ունեն։ Հենց ընտրությունների միջոցով հնարավոր է այս երկրում հասնել իշխանափոխության։ Ոնց դժվար, Շատ լավ։ բայց հնարավոր է։ Հետևաբար պետք չի турք տալ, այդ աշխատանքները ինչա։ Դա աշխատանքը ամենօրյա շփումն է քաղաքացիների հետ, որը ամեն մի քաղաքական ուժ յուրովի անում է։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, տարին նոր ենք սկսել առաջին հարցազրույցները ձեզ հետ, դեռ կհանդիպենք, քննարկենք, թե ինչ փոփոխություններ են լինում քաղաքական դաշտում։ Ես շեշտում դրուտում եմ հայրենիք կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանից, տեսություն կհանդիպենք։